Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի հանրային ռադիոյի եւ եվրոպական հեռարձակողների միության համատեղ այս հաղորդման նպատակն է գիտելիք փորձ փոխանցել ձեզ հարգելի ունկնդիրներ, որպեսզի ընտրություններից առաջ հատկապես սոցիալական մեդիայում հանդիպած տեղեկատվությանը քննադատաբար մոտենաք։ Մենք սովոր ենք ընկալել, թե սուտը դա պարզապես մեկ լուր է կամ մեկ նկար, սակայն իրականում այն բարդ մի էկոհամակարգ է, տեխնոլոգիական էկոհամակարգ, որը օգտագործում է մեր տվյալները եւ հաճախ շրջանցում է անվտանգության այսպես տարբեր ֆիլտրեր, այդ թվում սոցիալական ցանցերում։ Այսօր այս թեմայի մասին խոսելու ենք տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանի հետ։ Ողջույն Արթուր, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Արթուր, ընդհանրապես սուտը որքանով է ինքը ապատեղեկատվությունը համակարգված աշխատանք, որքանով է ենթադրենք կեղծ տելեգրամյան ալիքները կապվում են, հա, այսօր այստեղ Հայաստանում կեղծ կայքերի հետ, Facebook-յան ինչ-որ խմբերի հետ, այդ ամենը որքանով է համակարգված, թե հաճախ պարզապես ակտորները փորձում են այսպես սպորադիկ աշխատել։ Ընդհանրապես մեդիայի բնույթը այնպեսին է դարձել մեր տարում, որ բոլորն էլ քիչ թե շատ համակարգված են աշխատում, այսինքն մի կողմից դժվար է ասել, որ այ հիմա ընտրությունների փուլում ավելի համակարգված են, քան սովորաբար, որտեղ ընտրությունների փուլն է լրատվական ակտիվ շրջափուլ է, բնական է, որ ավելի ակտիվ կաշխատեն, ավելի աչքի կընկնեն, բայց սովորաբար մեդիաները այդպես են աշխատում, որ ունեն իրենց, այսպես ասած, աչքի տակ եղած տելեգրամ ալիքներ, որտեղ մի կոնտենտ տեսավ վերցրել են շրջանառեն եւ հակառակը տելեգրամները հետեւում են իրենց նախընտրած աղբյուրներին, մի բան տեսավ վերցնեն շրջանառեն, հա։ Այս երևույթը ընդհանուր կա։ Ինչն է, որ ընդհանուր չէ կամ ուշագրավ է, այն է, որ հատկապես Telegram-ի դեպքում, որը Հայաստանում, այսպես ասեմ, ազդեցության լծակների հիմնական գործիքն է, եւ այստեղ ուշագրավ են երկու հիմնական փաստեր։ Առաջինը, որ հիմնականում նույնիսկ հայալեզու Հայաստան վերաբերող կոնտենտը հիմնականում գալիս է ռուսերենով։ Հա, այսինքն ինչ որ մի բան, որ Հայաստանն է վերաբերվում, հայկական լսարանի համար է նույնիսկ գեներացվում է կամ գրվում է ռուսերենով ու սկսում է շրջանառվել։ Երկրորդ այն է, որ մենք տեսնում ենք, որ այն փուլերում, երբ որ փորձ կա այս կամ այն քաղաքական ուժի կամ իրեն սատարող իսկ օտարերկրյա որը վեկտորի կողմից, հա, ազդել, իրենք միացնում են իրենց ալիքները եւ տեսնում ենք, որ անսպասելի մեծ աճ կա։ Պարզ ասեմ, հա, դրա օրինակ, ենթադրենք օրերս Երևանում կամ անցած շաբաթ եվրոպական թեմայի ակտիվացում կար, գագաթաժողով, երկրների ղեկավարներ էին գալիս եւ մենք տեսնում էինք, որ Telegram-ներում մգնում են թեմաներ, որ օրինակ Հայաստանը Ռուսաստանին դավաճանես գնաց, մոտավորապես այս տիպի ձևակերպումներով կան, որ եվրոպացիները ազդում են Հայաստանի կոնտենտի վրա եւ էլի հասկանանք, այստեղ չեն վերանան կոնտենտից, սուտ է, ճիշտ է, չենք դիտարկում, բայց եթե սովորաբար դա գրեին ու ինքը պիտի դիցուկ ունենար 10,000 դիտում հայաստանյան լսանից, մեկ էլ մենք տեսնում ենք, որ խմբին միանում են կոնկրետ հիմնականում միայն ռուսական լսարանի, ռուսաստանյան լսարանի վրա աշխատող ալիքներ, դրանք վերատարածում են եւ այնտեղ մեծ աճի դինամիկա ենք տեսնում, շատ ավելի, քան կարելի էր սպասել։ Այսինքն, այստեղ է, որ մենք տեսնում ենք դրսևորումը, ծեր ասած համակարգվածի եւ մարդիկ էլ նայում են, ասենք դե թվերը չեն ընկնում, խորանան, որ այ էսի վերցվեց, վերատարածվեց ռուսական լսարանում, ասում են պահ, այս թիվ, այս հսկայական ազդեցություն ունի, հետեւաբար այո, մարդկանց հետաքրքիր է, իրենք էլ վերատարածել։ Երբ որ խոսում ենք արհեստական բանականությունից, հիմա սահմանափակվում են AI-ով ուղղակի deepfake-եր, ինչ որ տեսանյութեր ստեղծելով տեղեկատվություն տարածելու նպատակով, թե AI օգտագործում է արհեստական բանականությունը, օգտագործում է այսպես համակարգելու ապատեղեկատվական արշավները, ինչ կարծիքի եք։ Դե մեկը լավ տեսանելի է, այսինքն մենք տեսնում ենք եւ այստեղ իմիջոց տերմինաբանական էլ հարցեր կա, հիմա խոսենք, բայց մենք տեսնում ենք արհեստական բանականությամբ գեներացված քաղաքական դեմքերին, շատ։ Տեսնում ենք տարբեր կատեգորիաներով վիդեոներ, որտեղ նույնիսկ նույն քաղաքական դեմքերը դերևս որպես երեխա են ներկայացվում, օրինակ
մորուքով երեխա կամ սպիտակած մազերով երեխա պիջակով կոստյումով, որով հումորային ինչ-որ ռիլերում են մասնակցում։ Դրա ավելի լայն էտապները կան, երբ որ այս կամ այն քաղաքական գործիչը իբր զանգում է օտարերկրյա պետության Հիմնականում տեսանյութերին է վերաբերում։ Հիմնականում տեսնում եք այսպիսի տեսանյութեր, բայց ինչու եմ ես խուսափում deepfake բառը գործածելու, որովհետև deepfake-երը կիրառվում են արհեստական բանականությամբ նաև կիրառված այնպիսի ստեղծված այնպիսի վիդեոների դեպքում, որտեղ շատ դժվար է հասկանալ սա գեներացված է թե ոչ, իրենք կատարելության մոտ են։ Իսկ մեր տեսածները սովորաբար միանգամից ակնհայտ դառնում է, որ սա արհեստական բանականությամբ է գեներացված եւ հաճախ կրում է այսպիսի ընդգծված քարոզչական բնույթ։ Բացի այդ, արհեստական բանականությունը բնականաբար կարող է եւ կիրառվում է մարքեթինգի նկատառումներով, տեքստերի մշակման, վերամշակման, էմոջիներ հարմար սարքելու։ Սրանք ակնհայտ տրենդներ են, բայց սրանք արդեն ոնց ասեմ, ավելի շատ աշխատանքային գործիքի բնույթ են կրում, օրինակ համակարգիչ են օգտագործում, համակարգչի հետ էլ AI, թե չէ ձեռով թռուցիկ էին անելու բնականը եւ իր մեջ է։ Դա այդպիսի ինչ որ առանձնահատուկ բանով աչքի չի ընկնում։ Այժմ դիտենք կարճ մի տեսանյութ, որից հետո կվերադառնանք տաղավար։ Այնինչ դուք տեսնում եք ձեր հեռախոսի էկրանին որպես պարզ լուրջ, իրականում բարդ տեխնոլոգիական էկոհամակարգի վերջնարդյունքն է։ Ապատեղեկատվությունը 2026 թվականին այլևս միակ սխալ տեքստը չէ, այն ալգորիթմների եւ տվյալների շահագործման հստակ մեխանիզմ է։ Ամեն ինչ սկսվում է ձեր թվային հետքից։ Մանիպուլյատորները վերլուծում են ձեր նախասիրությունները, որպեսզի ստեղծեն հենց ձեզ համար թիրախավորված սուտ։ Այնուհետև գործի են անցնում քնած ռեսուրսները, էջեր, որոնք ամիսներով վստահություն են ձեռք բերել, որպեսզի վճռորոշ պահին ներարկեն անհրաժեշտ նարատիվը։ Արհեստական բանականությունն այսօր ավտոմատացնում է այս գործընթացը, ստեղծելով հազարավոր բոտեր, որոնք ոչ միայն տարածում են լուրը, այլև կեղծ մեկնաբանություններով ստեղծում մեծամասնության կարծիքի պատրանք։ Սա տեղեկատվական լվացման մեքենա է, որը սովորական սուտը վերածում է հավաստի միջազգային լուրի։ Տեղեկատվական անվտանգությունն այսօր սկսվում է հասկանալուց, որ յուրաքանչյուր սենսացիոն վերնագրի հետևում կանգնած է կոդ եւ հաշվարկ։ Ապատեղեկատվության հետևում կանգնածները ընդհանրապես որքանով են այսպես հմուտ կերպով օգտագործում մեր, օրինակ, ասենք մարդկանց լայքերի պատմությունը հասկանալու մեզ ինչն է դուր գալիս, ինչը դուր չի գալիս, որպեսզի այդ տվյալները իրենք օգտագործեն ավելի թիրախավորված իրենց կոնտենտը տեղ հասցնելու համար։ Տեսեք, ապատեղեկատվություն ստեղծողները, տարածողները միատարր չեն, հա։ Այսինքն մենք Հայաստանում իրականում դիտարկում ենք մի քանի բևեռներից ապատեղեկատվության գեներացիա, տարածում, մշակում, տեսնում ենք Հայաստան, չգիտեմ, Ադրբեջան, ապատեղեկատվական ինչ-որ արշավներ։ Երբեմն դա նույնիսկ ոչ թե ապատեղեկատվություն է, որովհետև ապատեղեկատվություն ասելով նկատի ունենք, երբ մարդը գիտի, որ դա ապատեղեկատվություն է եւ տարածում է հատուկ դիտավորությամբ, շահստանալով։ Երբեմն նույնիսկ կարող ենք տեսնել, որ սխալ տեղեկատվություն է, ուղղակի տարածողները իրենք էլ մինչև վերջ չգիտեն կամ լավ չգիտեն, բայց տարածում են, բայց օրինակ այս դինամիկան միշտ կա։ Մենք նաև տեսնում ենք, որ օրինակ մեր տարածաշրջանում փորձ է արվում եւ բախվում են ուժերներ, այսինքն Եվրամիություն, Ռուսաստան ինչ-որ ապատեղեկատվական այս ֆոնային հարձակումներ են գնում եւ քարոզչական։ Եթե այդ դեպքում Ռուսաստանը ավելի հաճախ փորձում է շրջանառել ոչ թե ապատեղեկատվություն, այլ մանիպուլյացիաներ, այսինքն շատ քիչ ենք տեսնում, որ ակնհայտ ցույց տնեն տարածեն հիմա, գոնե ուղղակիորեն, հա, խոսքը չի վերաբերում այն դեպքերի, երբ որ հատուկ տեղադրում են նյութ, ենթադրենք թուրքական Oda TV-ում, որ հետո դա շրջանառվի։ Բայց ավելի շատ փորձեն ինչ-որ բան մանիպուլացնել։ Օրինակ, ինչ որ մի պետության ղեկավար եկավ Հայաստան, դա մանիպուլացում է, այսինքն փաստը տեղի ունեցավ։ Այո, բայց իրենք երբ որ նման աշխատանք են անում, իրենք նախապես տվյալներ են հավաքում, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի իրենց աշխատանքը, թե կարծում եք նման բան չկա։ Դատելով նրանից թե ինչպես է տարվում, երբ է տարվում, երևում է, որ աշխատողները օգտագործում են ստանդարտ մարքեթինգի գործիքներ եւ նույնիսկ չափում են, հա, արդյունավետությունը։ Ինչ որ բան դրեցինք, ոնց տարածվեց, եթե լավ չտարածվեց, ոնց անենք ավելի շատ տարածվի, հա, եւս մեկ ալիք պտտացնենք։ Այս ակնհայտ երևում է, բայց ել եմ ասում, դա արդեն ավելի շատ
բուն մեդիա գործունեություն ու մարքեթինգ է, ապատեղեկատվություն ստեղծողները նույնպես փորձում են աշխատել դասական մարքեթինգի, կոնտենտ մարքեթինգի, social media մարքեթինգի ուղղություններով։ Իսկ այն մասը, թե ինչ թեմաներ են ընտրում ու ոնց տարածեն, սա էր, որ ուզում էի ասել, եւ այդ առումով օրինակ աբսուրդային մի բան է, որ մենք տեսնում ենք այսպես ասած Storm 15-16 արշավը, հա, Matryoshka, Doppelganger արշավները, որոնք ուշադրությունը կենտրոնացնում են XCOM հարթակի վրա, որը եթե դու նայում ես, վերլուծում ես շուկան, իմաստ չունի։ Այսինքն եթե նպատակը լիներ ազդել Հայաստանի լսանի վրա, ինքը անիմաստ հարթակներ են, դա մարդ չկա Հայաստանից։ Եվ երևում է դա այդ արշավը հենց տարվում է Եվրամիություն, Ռուսաստան, այս փոխադարձ Դուք Twitter-ը նկատի ունեք եւ դա նախքին Twitter-ն է, XCOM-ը, այդ բախման համատեքստում, այսինքն նույնիսկ այստեղ շատ ուշագրավ ինչ որ զարգացումներ կա եւ տպավորություն կա, որ մենք ուղղակի հայտնվել ենք ինչ որ դեպքում пассив դիտողի դերում։ Եթե մենք անդրադառնում ենք հարցի տեխնիկական կողմին, ընդհանրապես ֆայլերը, տեսանյութերը, լուսանկարները, իրենց ներքին տվյալները հնարավորություն տալիս են նաև այդ կերպ հասկանալու, թե գործ ունենք կեղծված ինչ-որ բովանդակության հետ եւ որքանով են այդ ապատեղեկատվության հետևում կանգնածները կարողանում մաքրել իրենց հետքերը, թվային հետքերը նկատի ունեմ։ Շատ հետաքրքիր հարց է, որտեղ խոսքը վերաբերում է այսպես կոչված մետատվյալներին ֆայլերի մեջ, լուսանկարների եւ այլնի, եւ տեսեք, սոցցանցային հարթակները իրենց բնույթով այնպիսին են, որ երբ դու ներբեռնում ես ինչ-որ լուսանկար հարթակ, իրենք արդեն իսկ այդ մետատվյալները մաքրում են։ Այսինքն այստեղ հետքերը շատ քիչ են եւ գրեթե հնարավոր չի լինում գտնել։ Մենք մի քանի ուշագրավ արշավ տեսանք, երբ որ շրջանառվում էին ապատեղեկատվական, այսպես կոչված PDF-ներ, այսինքն ինչ-որ փաստաթուղթ հայաստանյան այս կամ այն պաշտոնյայի մասին ապատեղեկատվություն, սրանք լայնորեն չեն հրապարակվել, չեն տարածվել, որտեվ հայաստանյան մեդիան բավական նրբանկատ է գտնվել եւ թեև գիտեմ, որ ստացել են, բայց չեն շրջանառել, դա հասկացել են, որ սրա այդ մի բան են չի, եւ այդ PDF ֆայլերը նրանով են ուշագրավ, որ ես դրանց կառուցվածքում հնարավոր է ինչ-որ դիտարկումներ անել, օրինակ հասկանալի ինչով է դա սարքված, հա, ինչ գործիքով։ Երևում է, որ հատուկ գործողություն է իրականացվել մետատվյալները ամբողջությամբ մաքրելու, հա, եւ նույնիսկ այդ մետատվյալները այդպես կասկածելիորեն մաքուր պահելու շրջանառելու փաստը իրենով արդեն խոսուն է, այսինքն դու կոնկրետ ձեռագիր եք տեսնում, որ այսօր այս նախարարի մասին շրջանառեցին, այսօր այն մյուս նախարարի մասին շրջանառեցին եւ էլ եմ ասում, կոնկրետ սրանք առհասարակ հանրությանն էլ չեն ասել, բայց լրագրողների հետ մենք աշխատում ենք, փոխանցել են եւ ես օրինակ ուսումնասիրություններ որոշակի արել եմ դրանց ուղղությամբ։ Հարգելի ունկնդիրներ, եթե դուք հատկապես սոցիալական ցանցերում հանդիպել եք ձեր կարծիքով կեղծ տեղեկատվության, խնդրում եմ գրեք մեզ, թողեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքո, հնարավոր է ձեր նկատածը դառնա մեր հաջորդ այսպես հաղորդման թեմա։ Արթուր, մենք նկատում ենք, որ սոցիալական ցանցերում կեղծը, սուտ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը շատ ավելի արագ է տարածվում։ Դա զուտ պատճառը մարդկային գործոնն է, որովհետև մարդիկ նոր սենսացիոն ինչ-որ բան են տեսնում, արագ ուզում են տարածեն, թե նաև որոշակիորեն ալգորիթմները նույնպես նպաստում են դրան։ Ալգորիթմները նպաստում են, որովհետև տեսեք։ Բայց ինչպես կարող են ալգորիթմները նպաստում են ապատեղեկատվության տարածմանը։ Փորձեմ բացատրել, տեսեք, ապատեղեկատվությունը սովորաբար աչքի ընկնում նրանով, իր մեջ ինչ-որ անսպասելի բան կա, կամ սպասելի է, այսինքն մարդիկ, պարզ ասած, ապատեղեկատվության նկատմամբ մարդիկ բաժանվում են երկու խմբի։ Մի խումբ, որը արդեն իսկ մոտապես այդ կարծիքն ունի, պարզ, օրինակ այդ երկիրը տափակ է թեզ, որը շատ շրջանառվում է։ Հատուկ եմ ապաքաղաքական թեմա ասում, մարդկանց մեջ ինչ որ մի քանակի մարդիկ կան, ովքեր չնայած որ եղել են արբանյակային լուսանկարներ, վիդեոներ, չգիտեմ, Յուրի Գագարին ու այսպիսի բաներ, միևնույն է իրենք հավատում են, որ երկիրը տափակ է եւ եթե գնաք Անտարկտիդա կամ Ավստրալիայից այն կողմ գնաք, կանգնեք եզրից այս կողմ։ Հիմա այդ մարդիկ նայում են, ակտիվորեն փնտրում են, տեսնում են ապատեղեկատվություն, որ հաստատում է իրենց նախապաշարմունքը եւ ակտիվորեն տարածում են։ Երբ իրենք այդպիսի բան են տարածում, քանի որ սա շատ ծայրահեղ ոնց որ դեպք է, հայտնվում են շատ մարդիկ, ովքեր ասում են,
Էս ինչ եք տարածել, երկիրը կլորա, Յուրի Գագարին, չգիտեմ ինչ, այսպեսի բան։ Եռանկյունի։ Ինչ որ բաներ են ասում։ Եվ երբ այսպեսի մեկնաբան սկսում է բախում, ես չհավատացուն ասում դու գիժ եք, ոնց որ չգիտեմ, տապակալներ վրիս կգնեինք, բան, այս թեմաներով։ Ինչ է կատարում սոցցանցերում ցանկացած կոնտենտ, ինչ որ մի բան հրապարակեցիք, եւ այդ կոնտենտի հետ կապված ցանկացած գործողություն ունի կշիռ, հա, իրեն տրվում է կշիռ, այսինքն գրեցինք ինչ որ մի բան, առաջին 15 րոպեում այդ գրած բովանդակությանը ոնց որ դա ցույց է տրվում քո անմիջական ամենամոտ ընկերների շրջապատին, ովքեր միշտ դու ինչ դնում ես լայք են անում, ցույց է տրվում նրանց։ Եթե դա բավական հետաքրքիր, զարմացնող, պրովոկացիոն թեմա է, որպեսզի քո անմիջական շրջապատի ինչ-որ մի ձև արձագանքի, օրինակ լայք տա կամ կոմենտ գրի, տարածվում է, սկսում է ցույց տալ ավելի լայն խմբի եւ այսպես տարածվում։ Հիմա ինչքան քո թեման հակասական է, զարմացնող, անսպասելի կամ քո ոնց որ քո բաբլը, քո ճեղքող, քո շրջապատը ճեղքող այսպես։ Մի կողմից շատերը լայք են անում ու կոմենտ են գնում, որ ապրես էսի շլավ ասիր, հա, բան, մյուս կողմից է գալիս լիքը մարդիկ սկսում են վիճել, եւ այդ ապատերեկատվական կոնտենտը սկսում է շատ ինտենսիվ տարածվել։ Հենց դրա համար էլ ասում են ինֆոդեմիա, այսինքն ինֆորմացիոն համաճարակ, որտեղ իր մեխանիզմը շատ լավ է հարմարված սոցցանցային միջավայրում տարածվելուն։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պատյանին, կհանդիպենք։